բացել է 2006 թվականին։ Շուտով կտոնենք թանգարանի 10 տարի 2015 թվականին դրանում է փոքրիկ ասպետել թանգարանի 10 տարի։ Ինչու է հենց տեղակայված հավելած փողոցի հատուկ հարցերից։ Շատերը գալիս են հենց այս հարցն են տալիս, թե մեր Մկրտչյանը բնակվել է Հայաստանում։ Նա իհարկե Հայաստանը չի բնակվել, բայց սա 19-րդ դարի կառույց է եւ բավական մեծ արժեք ներկայացնող կառույց եւ մեր Մկրտչյանը քանի որ նախկինում այս կառույցը եղել է ուստակարող խաշարանն, այստեղ շատ հաճախակի խաշ է կերել։ Ինչպես գիտեք, նա կերակրատեսակը շատ սիրել է եւ նրան միշտ հյուրասիրել են եւ էներգետիկ դաշտը հիմնականում պահպանվել է այդ իսկ պատճառով իշխանությունները որոշեցին, որ մեր Մկրտչյան թանգարանը լինի հենց այս շենքում, որովհետեւ туриզմին էլ հարմար լինի գալու այցելելու իր Խովանես Շիրազի Նավեկ Իսահակյանին, չնայած այն բանին, որ թանգարանները հենց տուն թանգարաններ են կոչվում, որովհետեւ նրանք իրենց կենտրոնության համար բնակվել են այստեղ, բայց ցավոք մներ այստեղ չի ապրել։ Մեր Մկրտչյանը ծնվել է 1930 թվականին Պետարանդիների ընտանիքում, ծնողները եղել են Վանից եւ Մուշից, Սանամը եւ Մուշեղը։ Նրանք ապաստան գտնելով Թուրքի յատաղանից մի կերպ փրկված ապաստանելով ամերիկյան ուրբանություն մեծացել են այդտեղ ընկերանալով իրար հետ որոշել են հետագայում ամուսնանալով ընտանիքում ծնվել են 4 երեխաներ՝ Թոմզիկ Մկրտչյան, Ալբերտ Մկրտչյան, Կլարան եւ Ռոզաննա։ Նրանք բոլորն էլ իրենց բնույթով շատ տաղանդավոր եւ հետաքրքիր մարդիկ էին։ Իսկ Սանամի մասին խոսք չկա, քանի որ կային մարդիկ, որոնք վկայում էին, թե ինչպես այն ծանր տարիներին, երբ Սանամը տանիստուն էր տեղափոխվում, այնպես էր նմանօրինակ ու հարևաններ, որ բոլորը զարմանում էին։ Գիտեք, սա տաղանդ է, երբ որ մարդուն չի ճանաչում, բայց կարողանում է միանգամից ինտուիտիվ ճանաչողական դրսևորում ցուցաբերել։ Եվ Ֆրանսը պատմում է իր հիշողություններում, ասում է, ուշքից գնում էինք, երբ մայրս որևէ մեկին նման մոտակում էր։ Ու մորը հիշելիս Ֆրանսը ասում է, մայրս ծնվել էր ուղղակի մայր լինելու համար։ Ես նրա մազերը նույնիսկ չէի տեսել։ Հետագայում, երբ նրան հիվանդանոց մահվան շեմին էր, տեսա, որ մորս մազերը գալու էին, որովհետև նա միշտ հաճակ էր դնում եւ միայն մեր հոգսն էր տանում։ Մանկությունը հիշելիս Ֆրանսը միշտ հիշում է իր չունեցած հեծանիվը։ Սկզբում փող չունեինք, ասում է։ Հետո էլ մի քանի կոպեկ իրար վրա ծախսավորելով ես Ալբերտը մայրս գնում ենք խանութից հեծանիվ գնելու, Ալբերտն էլ հետևից վազելով գալիս էր, ասում էր Ֆրանս, հա, հենց որ հեծանիվը գնենք կտաս, մի պտույտ ես տամ, դե Ֆրանսն էլ իհարկե շատ սիրում էր կրծեր եղբորը, նա ասաց, որ անպայման կտամ։ Եվ ցավոք սրտի այդ պահին լսեցին պատերազմի լուրը եւ 4-5 տարով փակվեցին մեր Մկրտչյանի երազանքները։ Ու ինքն իր պատմություններում միշտ հիշում է, ասում է, գնում էի, կանգնում էի խանութների ցուցափեղկերի մոտ ու երկար նայում էի արձադափայլաններին։ Ինքս ինձ ասում էի, երևի ես այդպես էլ չունենամ իմ երազանքի հեծանիվը։ Հենց որ հայր դարձա, որդուս համար տարբեր գույների հեծանիվներ էի գնում։ Բերում էի տուն նարնջագույն, կանաչ գույնի հեծանիվներ, ուրախ նվիրում էի որդուս, ասում եմ, մի պտույտ տալիս էր ու դեն էր շպրտում։ Ես էի ուզում վարել են էլ չէր ստացվում։ Ու ինքս ինձ մտորում էի, կյանքում մարդ ինչ որ անելու է, պիտի անի ժամանակին, երբ կորցնում է ժամանակի զարկերակը, համարիր, որ ամեն ինչ կորցրել ես։ Շատ սիրել է մորը, ինչպես նշեցի, ասում է, ծանր պայմաններում մայրս մի քանի օր հայտայտած գալիս է տուն։ Հարևանին ծիգրակում է, որ Սանամը ծու է տուն բերում, ասում է, դուրը ծեծես ընդամենս ասեց, Սանամ ջան, ինչ կլինի, մի ձու էլ կտաս տանել տղայիս սված եղանեմ, Սանամն էլ ասում է, Ալբերտիս արավ չունեմ։ Եվ որ գնում է, Ալբերտը մոտենում է մորը, ասում է, այ մերես, էդի մարմունով ինչի սուտ երդում կերա։ Մայրն էլ էսպես հստակ վերցնում, ասում է, դե չէ, Ֆրանսի Սանամով պիտի ուտեի։ Նշանակում է ինքը հոգուկորքում կապված է եղել իր որդուն։ Եվ շատ լավ զգացել է, թե ով է հետագայում դառնալու նրա այդ հրաշալի որդին զավակը, որ պիտի դառնա հայ ժողովրդի բացակը։ Դե Ֆրանսն էլ իր հեշտին է ծնողին սիրել, հատկապես մորը պատմում ասում է, երբ կայացա, մորս ձեռքեր տեսնելով շատ էի ճնշվում։ Կայանալուց հետո ասում է, հենց առաջի գործս եղավ այն, որ մորս համար լվացքի մեքենա գնեցի։ Բերեցի տուն, ասի Սանամ ջան, էլ սրանից հետո դու լվացք չես անի, քո փոխարեն կարի մեքենան։ Սանամս ասում է սկզբում շատ ուրախացավ, բայց հետո մի տեսակ տխրեց։ Հարցրի այ մերս, ես ինչի տխրեցիր։ Ասում է, բալա ջան, գերեվա էլի մեր ածս լվացքը ձեր տուր չի գալիս։ Այսինքն նա մայրական այն տեսա
մեկի ակնկալությամբ չէր սպասում։ Նա ուղղակիորեն պատրաստ էր իր դարձու ցավը իր մեջքին բանել։ Մեր Մկրտչյանը պատմում է, որ նա փոքրուց է եղել դեռ արվեստագետ, հատկապես դերասանական տաղանդը շատ փոքրուց է ձևավորվել եւ էլի աղքատությունից է ձևավորվել։ Ասում է, քանի որ ծանր էր մեր պայմանները, հայրս 10 մետր պյաս գողանալու համար աքսորված էր տայկաները, իսկ մորս հույսին արդեն 4 երեխաներ էին։ Ես ու Ալբերտը որոշում էինք աչքերից մեղր քսել, եթե սուտ հաշմանդամ էինք ձևանում ու գնում էինք կայարան, որպեսզի մի քանի կտրված մուրայինք սրանից նրանից բերեինք տուն ընտանիքին մտնեինք։ Ասում եմ, մի օր մեր հարևանը նկատեց, որ ես սուտ կեղծ գործեր եմ անում, այնպես ինձ ծեծեց կայարանի հրապարակում, որ հավերժական մոռացա կայարանի ճանապարհը։ Հետո որ տուն եկա, մայրս ասեց, տղա ջան, երբ որ վերցնում ես, մենակ ձեռքի դերեսն է լցվում, իսկ երբ տալիս ես սիրտը, աշխատեք երկու աղբեր դեպ միշտ տալու դերում լինենք եւ ոչ վերցնելու։ Ու այդպես ասում է, այլևս մենք չգնացինք կայարանը զբաղվելու այդ գործով։ Պարվում ենք եղբորս հետ մեր հողի հատակին, կտուրներ այնքան էր կատել, որ առաստաղի վրա տարբեր կերպարներ էին երևում։ Պարվում էինք ու նայում էինք, վայ, ֆրոնց, նայ, էս չգիտեմ ով էր, էս մեր ծանոթն է, էս սա է, էս նա է։ Եվ այսպես մեզ մոտ ձևավորվեց նկարչական տաղանդը, ես մի անգամ պարսանում ու սկսում էի նկարել։ Նկարեցի եւ ինձ էլ մտածեցի, էս ինչ է, նկարչությունը ինձ համար մի բաժակ ջուր է։ Ու հայրս էլ ուզում էր, որ ես նկարիչ դառնամ, ցավոք սրտի ես սիրում էի բեմը, սիրում էի դերասանությունը, ու մեզ մոտ միշտ բախումներ էին լինում։ Քանի որ հայրս մեզ հետ չի հապրել երկար ժամանակ, ասում է, ես էլ արդեն կայացել էի ինչ-որ չափով տեքստիլի ակումբում եւ ինքս ինձ դերասան էի զգում։ Մի օր ներկայացման ժամին տեսա հեռվից, որ հայրս այսպես ուշագրավ նայում է իմ դերը, նայում է իմ ներկայացումը։ Ես էլ մտածեցի, թե հայրը եկել է տեսնի, թե ես ով եմ դարձել ի վերջո։ Ասում է, մեկ էլ ես տուն մինչև տուն հասա, տեսա, որ հայրս գլխիկով կանգնած է դռների արանքում, վերջնատռների արանքում, ու մի տեսակ եւ մտող հայացքով նայում է ինձ ու մի հարց է տալիս, ասում է, բալա ջան, կթողնես այսօր պարկին ես դերասանի ոտների տակն ու քնի։ Ու ես այդ օրվանից հասկացա, որ հայրս ի վերջո ընկալել է, որ իմ կյանքն ու աշխարհը դերասանությունն է։ Իհարկե նա հետագայում ավարտեց նկարչական երաժշտական խմբակները, հետո Երևանի պետական թատերական ինստիտուտում ուսանեց։ Ակնկալիքները շատ էին, որովհետև բոլորը գիտեին մեծատաղանդ ֆրունզի ձեռքի աշխատանքները, մտքի հոսքը։ Մի խոսքով նա կատարյալ էր եւ ի վերջո հասել էր այն պահը, որ պիտի կյանքի ընկերներ կընտրել։ Եվ այդ պահին նա զգում էր, որ շուտով տիեզերքը նրան պիտի ծայի իր սիրելիին, ու այդպես էլ եղավ։ Նա պատահական ծանոթացավ Դոնարա Պիլոյանի հետ, իհարկե չիմանալով, որ ճակատագիրը մի այնպիսի ցավ է նրանց համար պատրաստել, որ շատ դժվար էր այդ պահին հասկանալ, այնուամենայնիվ ասիստանբանի վրա սև մրուրով գրվել էր ֆրոնզի բախտն ու ճակատագիրը։ Նրանք իհարկե շատ երջանիկ միություն կազմեցին սկզբում։ Ծնվեց ընտանիքում առաջնեկը Նունեն, որը օրհնված էր դերասանական տաղանդով ծնողներից էր ժառանգել։ Բայց հետո տարեց տարի գնալով այդ մայրության ելևէջները ասես նրան թուլացրեցին եւ առաջ եկավ այն ծանր հիվանդությունը, որ կոչվում էր հոգեկան անհավասարակշիռ վիճակ։ Ընտանիքը փորձելով փրկելու պատրվակով Ֆրունզը որոշեց նորից երեխա նվիրել ընտանիքին ու ծնվեց Վահագնը, որը ցավոք սրտի ավելի դառնացրեց նրանց ճակատագիրը, որովհետև նա նորից արդեն ժառանգել էր նույն հիվանդությունը, ցավոք սրտի շատ ավելի ագրեսիվ տեսակներ կրում հիվանդությունը։ Եվ Վահագնը գնալով շատ ավելի իր ծանրանում, որովհետև ակումբները խորն էին հիվանդության եւ դեռահասության շրջանում հատկապես Վահագնի մոտ գնաց խելագարության աստիճան։ Չնայած կան մարդիկ, որոնք վկայում են, թե ինչպես Վահագնը երկու ձեռքով էր նկարում, եւ դրանք ինքան սիմետրիկ էին, որ ոչ մեկը չէր կարողանում տարբերել այդ ձեռքով է նկարված, թե դա ձեռքով։ Եվ նույնիսկ վերևում, որ բարձրացեք անպայման կտեսնեք այդ պորտրետը, որ Վահագնը նկարել է հոր մահից հետո կիսախելագար վիճակում։ Եվ երբ հարցել են դու ես նկարել, նա չի կարողացել պատասխանել, բայց տաղանդի ուժ այնքան հզոր էր, որ ինքնին թղթի էր հանձնել հենց որ պատկերը, եւ հայրը տանը հենց այդպեսին էր, այսինքն դուրսը ծիծաղ էր, ներսը ցավ, եւ այդ ցավը միայն ու միայն կարող էր հարազատը նկարել, եւ իրոք Վահագնը
կնոջ տեղավորել էր արդեն Սևանի հոգեբուժարանում, դուստրը ամուսնացել էր չնայած այնքան անհաջող ամուսնություն չէր, այնուամենայնիվ մնացել էր նա միայնակ հայր, ոչ թե կնան ամբողջովին իր ուսերին էր։ Եվ կյանքը շարունակվում էր, Ֆրունզը որոշեց երկրորդ անգամ իր բախտը փորձել ամուսնանալով ժամանակի գեղեցկուհիներից մեկի Թամար Հովհաննիսյանի հետ, որին շատ սիրեց, շատ նվիրվեց։ Նրանց միջև 23 տարվա տարբերություն էր, այնուամենայնիվ Ֆրունզի մոտ մի տեսակ և հայրություն, և ամուսնություն, և մեծ սեր, այդ գրավականը ամբողջացել էր այդ տիկնոջ մեջ, և նա փնտրեց, ուզեց, որ գտնի իր երջանկությունը, ցավոք սրտի այստեղ էլ չստացվեց, երկար տարաձայնություններ, դե ինքն էլ լավ հասկանում էր, որ ընտանիքում հիվանդ երեխա կար, դժվար էր այդ երեխային հետապրել։ Մի անգամ մի փոքրիկ պատմություն ունի, ասում է, շատ խելոք էր Թամարը, թողնում տանից հեռանում էր, չգիտեի ինչպես հետ բերեի։ Մի օր 2 ամսով հեռացավ, ինքս ինձ տանջում էի, մտորում էի, շատ երկար մտածեցի, ասեցի, հեինե անիծած, գնամ շուկա մի բան հորինեմ, որպեսզի կարողանամ հետ բերել իմ սիրելիին։ Գնում է շուկա, ծուկ է վերցնում, գալիս է տուն, հեռախոսը վերցնում ու կեղծ ջղայնությամբ զանգում է Թամարին։ Զանգում ասում է Թամար, ծուկը ո՞նց է նետում, էն էլ անտարբեր իբրև խռով իրարից հեռացած անհաշտ վիճակում ասում է, դե որ աչքդ դուրս գա, առանց ծուկը եկված է։ Երբ որ հեռախոսը շրխկացնում է, ինձ մտածում է, քեզ բան, գուցե համոզվի, գուցե ինչ-որ բան մտածի ու հետ գա, անցնում է 4-5 ժամ։ Ծուկը վառվում է, թավայից է կպչում, ամբողջ մուտքը ծուկը տունն է լինում, Ֆրունզն անտարբեր մի տեսակ ծայրահեղ վիճակի մեջ ընկավ, նորից վերջին անգամ է վերցնում հեռախոսն ու կեղծ ջղայնությամբ ասում, դե աչքդ դուրս չի գալիս էլի։ Մեկ էլ ասում է մոտ էի կառնում, տեսնեմ վազելով Թամարը գալիս է ծխի մտքի մեջ, բացում է այդ կապալիճը թավայի, տեսնում է, որ Ֆրունզը դիդավորյալ պոչերն է գնել, հետ դրանք վառվել, կպչել են թավայի տակ, դիդավորյալ էլ պոչեր գնեմ, որպեսզի մի կուշ ծիծաղեին, պատմում են հարկերի տխնից ինքը Ֆրունզը, ասում է այնքան ծիծաղեցին, որ ուշքից գնացել էին։ Իհարկե սա հարաբերական հրադադար էր, հետագայում դարձյալ պիտի կռիվներ լինեին, այնուամենայնիվ նա սիրում էր Թամարին, այնուամենայնիվ հեռացավ Թամարից, որովհետև կյանքը ուրիշ տարածքում նրան տարավ։ Երբ որ նրանք արդեն բաժանվեցին, իհարկե երկար պատմություններից հետո Ֆրունզը որոշեց զբաղվել իր որդու առողջական խնդիրներով, նրան հասեց մինչև Ֆրանսիայում հոգեբուժները ոչ մի բանով չկարողացան օգտակար լինել, քանի որ ժառանգական բնույթի էր այդ հիվանդությունը, նա ծերուննար վերադարձավ Հայաստան և ամբողջովին տրվեց խմիչքին, խմեց մինչև վերջին կաթիլը, բժիշկները նրան արգելել էին նույնիսկ 1 կաթիլ ալկոհոլ օգտագործել, բայց նա անտարբեր էր դարձել կյանքի աշխարհին, այսինքն բռնել էր մահվան պոչը, որովհետև ոչ մի բան այլևս նրան չէր կարող տարել։ Չկար ինչ-որ մեկը, որ նրա կողքին առաջացնել և մոխրիկների միջից մի փոքրիկ շունչ տալ, որպեսզի կրակը բոցի նորից փոփոխվի։ Ցավոք սրտի այդ մեկը չգտնվեց, բոլորը զբաղված են իրենց անձնական երջանկություններով։ Եվ Ֆրունզը նոր տարվա նախաշեմին իր մահկանացուն կնքեց, թողնելով աշխարհին իր շատ սիրելի տերերը, որոնց համարում էր իր երեխաները, ուրիշ խոսքերով ասած, ես բոլոր տերերս սիրում եմ հատիկ-հատիկ, նրանք իմ երեխաներն են։ Թողեց աշխարհին բոլոր տեսակի իր ստեղծած ֆիլմերի հենց հերոսները, մեր Տերն ու Ծառան, Սևանը 1999 ֆիլմից, մենք ենք մեր սարերի իշխանը և շատ ուրիշ եկել շատ հետաքրքիր կերպարներ, որոնք իհարկե ամեն տեղ նայելով մենք նորից ու նորից ենք ուզում նայել, ինչպես Ռոլան Բեյկոտն է արտահայտվել Ֆրունզի համար, ասում է Ֆրունզի մկրտչյան այնպիսի ձայն ուներ, որպեսզի չէր կարելի գտնել, երկրորդը չկար, որովհետև մի տեսակ մոգություն ուներ, և մոգության մեջ մարդ ասես պարուրվում էր մի հետաքրքիր առանձնակի ձևով, ու այդպիսի հրաշք անդամավորություն կարող էր լինել միայն մկրտչյանը։ Նա իրեն համարում էր հայկական Չապլինը, ասում էր Չապլինն էլ է զգացել, թե ինչ բան է հարազատը, հիվանդ անզորության ցավը, ինչ նրա հետ է եղել, հարյուրից ստիպել Չապլինի մայրը նույնպես հոգեկան հիվանդություն ուներ, և Չապլինը նույնպես մահացավ նոր տարվա նախաշեմին, ու Ֆրունզը նույնպես։ Եվ պատկերացրեք, քանի որ Ֆրունզին վիրահատել են 3 անգամ, վիրահատություններից մեկի ժամանակ նա կլինիկական մահ է նույնիսկ ապրել և ունի հուշեր հանդերձյալ աշխարհի մասին, որտեղ պատմում է, թե ինչպես հաշված րոպեների, վայրկյանների ընթացքում ավելի ճիշտ մարդու մարմնից կարող է հոգին անջատել և մարդը կարող է զգալ վերերկրական շերտերում տիեզերքի։ Եվ
կրկին չէ իհարկե, բայց նրա ֆիզիկական դաշտահան դատարկ պահպանվում է եւ նույնիսկ նրա իրերի միջոցով մենք կարող ենք զգալ նրան, շոշափել մեր հոգու աչքերով եւ իրական լույսը այն է, որ գալիս են նրանց թանգարան, իրենց փոքրիկ սերը բերում են, որպեսզի մեր մեծ սիրո հետ չաղախեն։ Եվ պատկերացրեք, այսօր բոլորից բերած այդ փոքրիկ լույսը հոգու ճառագայթը անպայման լուսավորում է թանգարանը, ուշաղախվում է, բարձրանում է տիեզեր։ Եվ եթե այսօր մենք բոլորս ինչ-որ մի հետաքրքիր զգացողություններ կունենանք, նույնիսկ փոքրիկ հուզումներ, հավատացեք, սա կրկնակի դրական պատասխաններ կբերի մեր հոգուն, որովհետև մենք հազարապատիկ ավելի ուրախություն ունենանք։ Մի փոքրիկ իրական հուզումը կարող է մարդու մեծ հուզական երջանկություն պատճառել։ Շատ շնորհակալ եմ, որ այսօր եկաք թանգարանը բերեցիք, ձեր ներկայությունը մեր թանգարանի մեջ լուսավորություն մտցրեցիք եւ ժամանակը